Ահա, օլաներ ընկերներ, հուսամ լավ եք, ամեն ինչ կարգին է, երկուշաբթի։ Եվս մեկ աշխատանքային օր է եւ շաբաթ է մեկտարկում, թեպետ սա նախավերջին աշխատանքային օրն է սեպտեմբեր ամսվա։ Սեպտեմբերը 30 օրից է ընկերներ, 29-ը 30 եւ հոկտեմբեր է գալիս, իսկ հոկտեմբերը արդեն ինչպես ասում են, ոնց է holiday season։ Holidays, oh my gosh, պատկերացնում եմ ինչա կատարվում լոսի խանութներում, դաթումները բերել են սիրուն նկարած դաթումները, որ ուտել չի լինում, Walmart-ի, Ralph's-ի, Target-ի, Whole Foods-ի, Sprouts-ի, բոլոր խանութների առջև, բայց ես ամբողջ պատմության մեջ անկեղծ ես սիրում եմ Thanksgiving-ը ու շատ մեծ հաճույքով կուզեի հայկական իրականության մեջ թեկուզ եւ Հայաստանում լիներ այդ տոնը, թեպետ ասում են ինչ որ գոհաբանություն, բան, ասենց բարեկենթան, մարեկենթան, ինչ որ ասենց նմանություններ են ուզում անցկացնել, բայց հենց գոհաբանության օրի տոնի կարիք մենք ունենք։ Պարլամենտ, դու պարլամենտ, այն որ օրենք էին ուզում ընդունել է, որ հունվարի 27-ը, որ նյարդերս տեղի տվեց, ուրբաթ օրը բարկացա, որ հունվարի 27-ը ուզում են էլի խոնարհումի եւ հիշատակի օրը հռչակեն։ Բարեկամներ, մի հատ Thanksgiving-ի պես մի բան արեք։ Մի հատ գոհ լինելու, շնորհակալ լինելու, երախտապարտ լինելու, եղածը գնահատելու, եղածը պահպանելու, այդպիսի մի հատ տոն ընդունեք, այ անաստվածներ։ Մեռելոզ, ինչքան կարելի է, հերոսների տոներ ունեն, գնանք, ծնկենք, խոնարհվենք, հասկացանք, Սարդարապատը լինի, Եռաբլուրը լինի, ապրիլի 24-ը լինի, որը որ լինի, ունենք, փառք ու պատիվ մեր բոլոր նահատակ մեր եղբայրներին ու քույրերին, բոլոր ժամանակներում մի օր եղել է, բայց մի հատ գոհաբանության օր, որ փառկասո էսել կա, փառկասո էսել եղավ, շնորհակալ լինենք այս տարուց, այն տարուց, նոր տարուն ոնց է գավաթ ենք բարձրացնում, ամփոփում ենք տարին եւ ինչ որ լավատեսությամբ ապագա տարուց ինչ որ բաներ ենք ակնկալում։ Լավ կլինի, որ այդպիսի մի բան լինի, բայց ինչև է, երախտագիտություն եւ այլն դա շատ մեզ պետք է եւ կարծում եմ մտավոր առումով լիքը բան կփոխի մեր իրականության մեջ մտավոր առումով։ Ահա, մենք նաեւ Facebook-ով ենք on-line, հարգելի բարեկամներ, առցանց ես սպասում եմ ձեր հաղորդագրություններին, ահա տեսեք, տեսնում եմ գրել եք կոմենտներ ունեմ այստեղ, Զաքարը Գասպարյան Վիտյարից, Վիտյար քաղաքից բարևներ, բարև ձեզ հարգելի Զաքար, ուրախ եմ։ Good morning, Հայր ջան, Happy Coffee Day. Today is Coffee Day in United States. Oh my gosh, Coffee Day. Գանձորիկ այսօր coffee օր է, մի հատ կոֆե ինձ տվեք, դե որ տենց է, տոնի կապակցությամբ coffee։ Այո։ Այսօր coffee է, հա։ Սիանուշ Ստեփան Ռաֆաջյան, բարի երկար, շատ սպասում ենք ձեզ։ Բարով եկաք, դուք էլ բարով եկաք։ Ողջույն Ռաֆաջյան, Դավիթն է ասում, Դավիթ ջան, ողջույն։ Մադլեն Աբրահամյան, բարի Լուիս Բրբանկից, բարև ձեզ, ջերմ բարևներ Քանաքերից։ Բարև ընկերներ, ողջույն։ Հիմա մեր ուրեմն մինչ երաժշտական դադարի պահը ընդհատվեց միտքս Մոլդովայից էի խոսում, Մոլդովայի վարչապետը նախագահը իր գլխավորությամբ կուսակցությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում եւ սա հերթական ռուսական ներուժի պարտությունն է ու քանի որ մենք էլ ենք թևակողում ընտրական փուլ ընկերներ ամիսներ ամնաց ընտրության ես Մոլդովային նայում էի ու մտորում էի իմ մասին, մեր պետության մասին, մեր երկրի, մեր ապագայի մասին, որովհետև ինքնին իրավիճակը բավականին նման էր։ Երկուսն էլ հետ խորհրդային երկրներ, երկուսն էլ եղել են որպես առաջին հանրապետություն, հետո Կարմիր բանակը եկել է լիքը բան կորցրել են, հետո դարձել է խորհրդային միության մի հատված, եթե Մոլդովայի պատմությանը ծանոթ եք, Բեսարաբիայի էր, չէ, տվյալ տարածաշրջանը, հետո Կարմիր բանակ եկան, դեղ առաջին հանրապետություն իրանք էլ հռչակեցին, հետո Ռումինիայից անջատվեցին, իրանք Ռումինիայի մի մաս էին, հետո Մոլդովայի ժողովրդի այսպես nation creation սկսվեց ակտիվ կերպով զարգանալ խորհրդային տարիներին, հետո 91-ին, երբ որ ամբողջը դուրս եկան, իրանք էլ դուրս եկան, իրանք էլ իրանց Ղարաբաղի հարցը ունեն անջատողական
ուժեր կան, որոնք Մերձդնեստրյան, հա, Պրեդնիստրովիա է կոչվում։ Շատ լավ ծանոթ եմ ընդհանրապես այդ գործընթացներին, մեր ընտանիքի շատ հարազատ մարդ ողջ կյանքը ընտանիքով Մոլդովայում է ապրում, այսինքն ասես կողքից չի, որ մենակ լսել եմ, այլ հենց իրանք երբ որ հաճախ գալիս են Հայաստան եւ այլն պատմում էին վիճակի մասին, տնտեսական առումով բավականին տխուր վիճակի մեջ են, բայց անկախ այդ ամբողջ գործառույթներից այդ ռուսական ներկայության հանգամանքները հաշվի առնելով իրանք էլ տնտեսական առումով շատ կապված են Ռուսաստանից, սպառնում էին, ասում էին կփակենք սահմանները, ումա պետք ձեր մալդավական գինիները, ումնա պետք ձեր, չգիտեմ, կալբասը եւ են, եւ Մոլդովայի տնտեսությունը իրոք շատ կապված է ռուսական տնտեսության հետ ու այդ սպառնալիքով պահում էին եւ հիմա արի ուտես պրոեվրոպական Մայա Սանդուի գլխավորությամբ կուսակցությունը այնքան շատ ձայներ է հավաքում, որ Իգոր Դադոնի, Իգոր էր անունը, ինչ Դադոն էր? Անունը չեմ հիշում, լավ, պարոն Դադոն, ինչ էլ ազգանունն է, չէ՞, անտիկվար, բայց այդ չի կարևոր, պարոն Դադոնը, ով նախկին նախագահներ, իրանց ասած նախկիններն են, Պուտինի մտերիմ ընկերը, այն Վալդայի ակումբում, եթե այդ կադրերը տեսել եք, ինքը միշտ գնում էր, նստում էր Պուտինի կողքին, սենց վիճակների մեջ հիմա այդ կուսակցությունը բավականին քիչ ձայներ հավաքեց։ Ուր կգնա Մոլդովան, չգիտեմ, ուր կգնա Մոլդովան, ուզում հավատալ, որ դեպի սկզբնաղբյուր Եվրոպայի երկիր է Մոլդովան, մեր պարագայում ես մի փոքր այսպես ոնց ասեմ ոչ միանշանակ զգացմունքներ ունեմ, որովհետև մենք մի քիչ Եվրոպայից այդքան էլ Եվրոպա չենք աշխարհագրորեն, Մոլդովան Եվրոպա է, մեծ մասը ռումինական արմատներ ունեն, պատմության ընթացքում է, որ դիտում ես Մոլդովայի վիճակները, իրանք Օսմանյան կայսրության տակ են եղել, ավստրո-հունգարացիք էլ իրանց հետքը թողել են, էլ չեմ ասում ռուսական կայսրությունը իր հերթին, մի խոսքով բոլոր այսպես կայսրությունների մեջով իրանք էլ են անցել, ոնց որ մենք ժամանակին, բայց ինչ որ առումով կարողացել են իրանց ինքնատիպությունը պահպանել։ Ոմանք չեն համաձայնվում այդ տեսակետի հետ, ասում են իրանք ռումինացի են, իրանց արհեստականորեն բաժանել են, Մոլդովացի են ստեղծել, հա, առանձին sense ճյուղ, քանի որ ասում եմ, մեր մտերիմ ազգականները շատ հարազատ մարդիկ ողջ կյանքը Մոլդովայում են ապրում, իրանք էին պատմում, ասում որ ռումինացիները անվճար անձնագիր են տալիս, եթե մոլդովական պասպորտը անձնագիրը հանձնես, միանգամից դառնում ես ռումինական անձնագիր եւ քեզ ընդունում են որպես Ռումինիա։ Ռումինիան այդպես ուզում էր էքսպանսիա աներ, ուզում էր կուլ տալ Մոլդովան, բայց քանի որ մի քիչ ուշացրեցին ռումինացիք, եթե դա առաջին հայացքից թվում է թե sense parza ուզում են վերամիավորվել, տենց բան չկա, անդե արդեն ազգային գաղափարախոսությունը ձևավորվել է, մոլդովացի հասկացողությունը շատ արմատացել է, եւ իրանք ասում են մենք անկախ պետություն ենք, ախպեր ջան, օքեյ, հիմա ռումինացի ձեր ցավն է տանեմ, մենք հա մի արմատից ենք գուցե, բայց մենք առանձին պետություն ենք եւ չենք ուզում միացուլվել, գուցե ասենք դառնանք շատ մտերիմ, եղբայրական, իրար հետ գնանք, բայց որ միանանք դառնանք Ռումինիայի մարզ, չենք անի ու դա այնքան հարգալից է, դա շատ մեծ հարգանքի արժան քայլ է, մի խոսքով շատ հպարտանում եմ այդ ամենը, որ դիտում եմ ու նաև պիտի ասեմ ընտրություններից առաջ այդ թեժ պայքարը տեսնելով, այսօր մենք update լրատվականում ծավալուն անդրադարձ ենք արել Dolce Vele-ի որոշակի հատվածներ էի ընթերցում նաև մեր հեռուստադիտողների համար, բավականին ծավալուն անդրադարձեր այնտեղ դիտարկվում, ասում եմ թե ինչ միլիոններ է Ռուսաստանը ծախսել ընտրություններում, շատ լուրջ փողեր է ծախսել, ռուսական օլիգարխներ են ուղարկել այնտեղ, մեր շատ նման մեր պատմությանը, հարուստ ռուսներ Ռուսաստանում բիզնես անողներ եկել են, մենք մանկապարտեզ կսարքենք, մենք էսի կսարքենք, ժողովուրդը ասել է օքեյ, եկեք սարքեք, գնացել են ընտրել են եվրոպական ուժերին ու դա կարծեմ շատ հարգելու արժան քայլ է, չեն ասե, առաջ լավ էր, առաջվա բան, ու գիտես մեկ էլ ինչն է կարևոր, ամենակարևորը, որ նախկին
ղեկավարությանը ուղղակի մերժեցին։ Ոնց էր, ինչ էր, ես հիմա չգիտեմ, ես Մայա Սանդուն էլ աշկիս լույսը չի։ Բայց այն որ երկիրը երկար ժամանակ տիրապետած ուժերին ասեցին վերջ, դա ֆանտաստիկ է։ Ես ի սրտե մեր ժողովրդին եմ դա մաղթում, որ կարողանան իրանց ապագա ընտրությունը կատարելիս կուտ չուտեն։ Թողելի դեմ են իշխանությանը, օքեյ, դեմ են լիքը քննադատելու բան կա, շատ քննադատելու բան կա, բայց թող ընտրեն նենց ուժերի, որոնք կապ չունեն այս երկիրը այս վիճակի հետ հասցնելու հետ։ Հիմա քողարկվել են մասկիրովկայինները, հազարատ կուսակցություն են բացել, ընտրությունը շատ լուրջ բան է, եւ մենք պիտի կարողանանք ազգովի այդ բաները անենք, որովհետեւ հիմա բոլորը մտել են խաղի մեջ, նույնն էլ այդ եվրոպական այս պարլամենտական ընտրությունները, որ կատարում է Մոլդովայում, նույնն են, հին գելերը, բաները, որ ազգի բանի երկրի կեսը իրանցն է, եթե ոչ ավելը, այս կանենք, այն կանենք, այն ընդդիմադիր գործիչները այլ ընտրանքները մի կողմից մանդատների խոստում էին ստացել, որ մենք որ ընտրվենք, ձեզ բան կանենք, մենակ թե դուք մեզ սփորթ արեք, բան հիմա շատ նման է մեր իրականությանը սա։ Ցավոք սրտի թե ուրախություն, բայց ունենք այն ինչ ունենք, Մայա Սանդուն հաղթեց եւ ապագայում ձևավորելու է կուսակցություն։ Շնորհավորանքներ են հնչել Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջիններից էր ասեց Եվրոպայի դուրը ձեր առջև բաց է, բաց արա, Եվրոտուրը բաց արա։ Շնորհավորեց Մայա Սանդուին։ Մերոնք էլ են շնորհավորել արդարության համար ասեն վարչապետ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին խորհրդարանական ընտրություններում տարած վստահ հաղթանակի համար շնորհակալություն է շնորհավորել է։ Գրել է իր X-ի միկրոբլոգում հետևյալ Warmly congratulations Maya Sandu and people of Moldova Մոլդովայի ժողովրդին եւ Մայա Սանդուին խորհրդարանական ընտրությունների արդյունքների եւ երկրի եվրոպական ապագայի առաջ խաղացմանը նվիրվածության կապակցությամբ շնորհավորում եմ։ Okay, շատ լավ է։ Strong dedication to ինչա advancing the European future of the country. Ապրեք։ Դե տեսնենք։ Նախկիններ, ներկաներ, բոլորը բախվեցին կլինեն խորհրդարանում, էլի եմ ասում, նախկինները լինելու են Դադոնի կուսակցությունը, լինելու է պարլամենտում, բայց թվով որ հաշվում ենք, որքան ձայն են հավաքել, Մայա Սանդուն կարողանա ինքնուրույն կազմել իր պարլամենտը, իր ուժերը եւ ոչ մեկի օգնության կարիքը չի ունենալու, ինչը կարծում այս պարագայում գոնե լավ է, որովհետեւ շատ խոչընդոտներ էին ստեղծելու, չէին թողելու սա ընդունի, նա ընդունի, այս օրենքը, այն օրենքով վիճակը լինելու էր վատ։ Գնանք առաջ, լավ, Եվրոպան լավ բան է, բայց իր նրբություններով հանդերձ, եթե Մոլդովայի պարագայում իրանք շատ մոտ են այդ արժեքներով բանով, մեր պարագայում ես համաձայն եմ, մենք հեռու ենք այդ ամեն ինչից աշխարհագրորեն, պատմականորեն 1000 տարի մենք արևելյան քաղաքակրթության մեջ ենք եղել հազարավոր տարիներ եւ շատ բան մենք չենք ընկալում գուցե որոշ առումներով ես ընդունում եմ դա որ Եվրոպայում կան բաներ որ մեր իրականության մեջ դա անընդունելի է, մեր մշակույթի մեջ դա անընդունելի է, Եվրոպան դա բացատրում է մարդու իրավունքներով, լինի դա փոքրամասնությունների հարցը, լինի դա ընտանեկան կարգավիճակի հարցը, բայց մյուս կողմից հայ ժողովուրդը հազարավոր տարիներով է ձևավորել իր նույն կին-տղամարդ հարաբերությունը, չէ, ասում ես մեր մոտ գենդեր բառը ասում ես սպանում են իրար, կտանք սպանեն, Եվրոպայում ուրիշ ձև են մեծացել, դրա համար մենք չենք կարող խնդիրներին նույն ձև նայել ու ես դա հասկանում եմ, ինչքան էլ ես կողմնակիցը լինեմ, որ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհ մուտք գործի Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ, Կանադայի հետ, անցնի այս բարդ ճանապարհը, ռուսական աշխարհ կոչվածից հնարավորինս կարողանա տարանջատվել ինչ որ առումով, հա, որովհետև մենք ու ռուսական աշխարհը ուր, հա, մենք էությամբ որևէ կապ չունենք, բացի խորհրդային այդ ժամանակաշրջանից, որը ինչ որ առումով դրական բան է տվել, բայց հոգևոր առումով շատ ավելի ծանր հարվածներ է հասցրել մեր ազգի շատ լուրջ մարդկանց է վերացրել որոշ առումներով ուղիղ տեքստով եւ այլն, հայ ուրիշ թեմա է։ Իսկ Եվրոպայի պարագայում մեծ ժամանակ է պետք որ մենք կարողանանք ներթափանցել
հասկանալ ինչ, ոնց եւ ինչպես։ Օրինակ հայ միջին վիճակագրական հայ է այսօր Երևանում ապրող է։ Այսօր ինչի ուշ մտա եթեր, շատ կարևոր հանդիպման էին, կպատմեմ, ասենք մտածում եմ էլի փողոցում հանդիպող միջին վիճակագրական հայը եւ օրինակ շվեդը կամ նորվեգացին կամ հոլանդացին կամ շվեյցարացին կամ ում ուզում եք ասեք, դանիացին, իրանք թեմա չունեն իրար հետ խոսելու։ Հայը շատ ավելի լավ պարսիկի հետ, թուրքի հետ, արաբի հետ, ինչ որ առումով ռուսի հետ լեզու կգտնի կխոսի, այստեղ լեզվի իմացության մասին չի խոսքը, արժե համակարգի աշխարհընկալման։ Մենք ավելի հեշտ պարսիկի, արաբի ու թուրքի հետ կկարողանանք որոշ բաների շուրջ խոսել, անգամ խոհանոցի, չէ՞։ Հեշտ չէ, որ ասում եմ, վայ տոլմեն սենց եք փաթաթում թե սենց։ Այս տժվժիկը սենց եք սարքում թե տենց։ Գաթան կամ են փախլավեն կամ են թաբուլեն կամ ու գնաց։ Մեկը հոп, վայ մեր մոտ սենց է, վայ ու թեմա։ Այդ նորվեգացու հետ ախպեր ջան, ինչ պիտի խոսանք։ Ես լավ հիշում եմ Պրագայում էինք, Չեխիայում էինք գնաց գործերով, երևի մի 6-7 տարի առաջ։ Դե ես էլեկտրոնիկայի գիժ եմ։ Էլեկտրոնիկան լարեր, ինչ-որ սարքեր, ռադիո շտեկեր, սենց ինչ-որ միքսերնի պուլտ ու խելագարվում եմ, օքեյ, որտեղ որ էլեկտրոնիկա ապրելից վազում եմ այդ կողմ։ Ես չնայում եմ այդ խանութում շատ հետաքրքիր համակարգեր էր բան, այդ ոդքասթի ինչ-որ սարքեր, էներ, մեկը զգում եմ կողքս մեկը սենց ձեն է հանում, ես ինչ հիվանդ է երևի ասեմ, ախպերս հայ ես, առանց ինձ նայելու ասաց այդ պարոնը, ասեմ այո, բարև ձեզ, հայեք, ես սրա ինձ ես ուզում ընկեր ցուցատալի այն սարքը, որը ցանկանում եմ գնել, ասեցի հա, ես եմ նայում եմ, երևի թե վերցնեմ, բա ասեց մի առ, ուզում ես ես գիշերը կես գնով ես ինչ տեղը քեզ տամ, այսինքն ենթադրում եմ, որ պիտի մի տեղից գողանա, բերի տա, ասի ախպեր ջան, շնորհակալ ենք, բայց չէ, Հիմա էլ Չեխիայում գողություն, գանասեն ով առե, շնորհակալ եմ։ Բայց մյուս կողմից հիմա որ այս 6-7 տարի անցել է դիտարկում եմ մոտեցումները, իմ կարծիքով պիտի ասեի, որ իսկ դուք չեք ամաչում հայի պատիվը վարկաբես, ինչ որ խորը փիլիսոփայական զրույցներ կտանեի, բայց այն ժամանակ անակնկալի եկա ու ասած չֆայմեցի, կներեք ժարգոնի համար, կարծում եմ կարելի էր ասել, եղբայր, հələ եկել եք Չեխիայի պես տեղ ապրում եք։ Չէ, եկել եք Եվրոպա եք հասել, Գերմանիան քթի տակ, մենք Չեխիայից Դրեզդեն գնացինք։ Մի քիչ աշխատեք, արարեք, ստեղծեք, մանավանդ մենք ված չենք ապրում, էլի դուրսը։ Անպայման պիտի գողանաք, անպայման ինչքան չեմ հիշում ինչքան $300 էր ինչ էր այդ սարքը, $300, հիմա այդ $300 համար, ասենք կես գնով դու 10-ից 150, հա, $150 համար գաս գողանաս, որ ես որ ինչ լինի կարճ ասած, չգիտեմ։ Մեկնաբանություններ եմ ընթերցում եղբայրներ եւ քույրեր, բարևներ Բրյուսելից, Եվրոպաստին Բրյուսելից, Արաքսի Կելեկչյանը։ Բարև ձեզ, ես այսօր ստացել եմ գիրքը, վայ Արաքսիա, շնորհակալ եմ մեծադարով հայ վայ, ես ինչ հաճելի է, գիրքը եկավ, կարևորը եկավ Արաքսի Կելեչյան, վայ շատ ուրախ եմ, հեսա գրքերը ձերքից տակ անկեներ, շատ քիչ է մնացել գիրք։ Եթե սուտ չասեմ, 40 հատ գիրք է մնացել, հենց որ շտապեք, հարյուրներով գնացին, ինչի համար ես շատ երախտապարտ եմ, բայց այո, մի քանիսն է մնացել, այսօր մի գիրք էլ մեծ հաճույքով մակագրել եմ իմ լավ ավակ ընկերոջը, հրաշալի անձնավորության, երկար տարիներ ուրեմն հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտորին, Հայաստանի նախկին վարչապետ, շատ լուրջ մտավորական, հասարակական գործիչ Արմեն Ռազմիկովիչ Դարփինյանին, դրա համար ուշացա այսօր շատ գեղեցիկ ցուցահանդես էին կազմակերպել ժամանակակից արվեստի թանգարանում, այնքան ուրախ էի, որ Միացյալ Նահանգներից մի շարք արվեստագետներ էին հրավիրված, ովքեր ներկայացնում են textile art, ես տենց բան չէի տեսել, ընդհանրապես սա ինչ որ բաների վրա գործվածքներ եւ այլն տեսել էի, բայց որ առաջին հայացքից ինչ որ ծածկոցներ են, ադյալներ են, բայց իրան վրա ձեռքով շատ լուրջ աշխատանքներ է տարած, կոչվում է textile arts եւ բարձվում է
Առաջատար մասնագետները Նեբրասկա նահանգից են Միացյալ Նահանգների եւ նրանք եկել էին պարոն Ջոն, մայեստրո Ջոն, ում հետ այսօր ծանոթացա, պատիվ ունեցա, որ իրան արտաքնապես նայեց, մի երևի 70 տարեկան, հա, 60-70 տարեկան կլինի, այսինքն ավակ սերնդի ներկայացուցիչ էր, բայց արտաքինը ոչ թե արվեստագետ էր, ինչ որ ֆիզիկոս էր ինձ հիշեցնում, որտեղ որ բարձրահասակ, բան sense ակնոցներով կլոր մատները sense բան ավելի ինչ որ ֆիզիկ, աստրոֆիզիկ են NASA-ի գիտնականներ են ցույց տալիս Discovery Channel-ը որ նայում եք կամ National Geographic կամ մի խոսքով գիտական ալիք որ նայում եք գիտակրթական դե ինչ որ մի պրոֆեսոր որ խոսում է այդ ինձ արտաքին ունի եւ երկխոսություն էր կոչվում այդ արվեստի ցուցադրությունը հետաքրքիր էր եթե Երևանում եք ապրում բաց է մուտքն ազատ է կարող եք գնալ ամսի 3-ին 4-ին եւ 5-ին դեռ կա ժամանակակից արվեստի թանգարանում է նոր բաներ կբացահայտեք ես սիրում եմ ինչ որ абստրակտ նոր ինչ որ վիճակներ որովհետեւ մենք մեծ հաշվով հարստանում ենք հոգեպես հենց այդ նոր բաները տեսնելով, նոր բաները զգալով եւ առաջ գնալով ես զարմացած եմ եւ Արմեն Ռազմիկովիչ Դարփինյանը իմ հրաշալի ավագ ընկերը կազմակերպիչներից էր եւ մի գիրքել իրեն մակագրեցի մեծ սիրով ու խոստացավ որ ասում բա ինչի է այստեղ շնորհանդես չես անում Ռաֆայել ասում եմ Արմեն Ռազմիկովիչ ջան, ախր ես Լոս Անջելեսի այդ մեր ամերիկյան, կանադայի փայլուն հեղինակային երեկոները որ ծափերով ու սենց հասկանում ակ ես հանդիսատես այդ երջանկության ակնթարթներից հետո ես մի քիչ ֆոբիա ունեմ, անկեղծ եմ, ասում եմ գիրքը ինչի Հայաստանում չի վաճառվում, գրախանութերն ինչի չես տալի։ Ասա շատ պարզ։ Հայաստանում ասում եմ բանը մեր ընտիր ընկերը Սուրենե Շահվերդյան Ստանիսլավսկու տնօրենը հրաշք իմ լավ ավակ ընկերը գիտեք բան Սուրենը Շահվերդյան Ստանիսլավսկիում արի արա մյուս էլի իմ ավակ ընկերներից մեկը Երևան պլազայում արի արա այն բանում 1000 տեղի խնդիր չկա կազմակերպելու խնդիր չկա բացարձակ ես եմ ստոպ անում չեմ պատկերացնում հանկարծ այստեղ այն մտքերը այն գաղափարները այն բան այստեղ հանկարծ այնպես չլինի ոնց որ ես սպասում եմ ու բան լինի էլի ստեղծագործող մարդիկ մի կապրիզնի են էլի ինչ որ մի բան կոտրվի մեջս էլի ասեմ վայ բան որովհետև Միացյալ Նահանգներում ես գիտեմ իմ լսարան ես ձեզ գիտեմ ես 13 տարի հարգելի իմ ռադիոլսողներ իմ հեռուստադիտողներ իմ ֆոլոուերներ հետևորդներ ես 13 տարի ամեն օր խոսում ես ձեզ գիտեմ դուք ինչ եք զգում ես գիտեմ ինչն է ձեզ դուր գալիս, ինչը ձեզ դուր չի գալիս, ինչի շուրջ ենք համակարծիք հիմնականում, ինչը ոչ այդքան եւ այլն, այսինքն մենք լեզու ենք գտել իրար հետ։ Հայաստանի հասարակության հետ ամենայն հարգանքով ես չեմ շփվում հայ հասարակության հետ, որ ասենք հա անկեր ծանոթ բարեկամ կգան, օքեյ, ես այն իմ տունն էլ հավաքել եմ, ռայալի շուրջ հավաքվեցինք, երգեցինք, ուրախացանք, ապարեցինք մինի շնորհանդես այսպես այսինքն այն մարդիկ ովքեր գիտեն որ այ իրանք համախոհ են այ իրանք կհասկանան ես որ գրել եմ բռնաբարված հայրենիքը կոչվում է արքունիք ես հասկանում եմ իրանք ինչի են դա ինչի եմ ես գրել իրանք գիտեն ես ինչ նկատի ունեմ բայց ընդհանուր sense ծանոթ բարեկամ շրջանակից դուրս այ դա ինձ մի քիչ ստոպ է անում ու ես չեմ համարձակվում Հայաստանում անել հեղինական երեկո, թեպետ ինչպես ասում էր դասականը, եւ այնտեղ էլ սխրանքը սկսվում, որ վերջանում է ամեն մի հնար։ Միգուցե պետք է այդ սխրանքը սկսի, որ մի նոր ճանապարհ դառնա։ Okay, դեռ մտածում եմ, I'm going to think about that, ինչպես ասում էր։ Գնանք առաջ։ Իսկ չենք կարող ուրիշներից լավը վերցնել, վատից հեռու պահել գլոբալ իմաստով։ Հենց Եվրոպայի անուն են տալիս, նարկոտիկներն ու գենդերային հարցերն են գալիս առաջ։ Սոնյա Եսայան այնքան լավ բան է ասում հարգելի Սոնյան։ Իհարկե, հարգելիս, իհարկե, ես էլ եմ դրա մասին խոսում։ Ասում եմ, բարեկամներ, հələ մինչև այդ փոքրամասնություն, ինչի չկա, հա? Այն արդեն սերիալներում են նկարվում այդ ձեր փոքրամասնությունները, մենք ախպերներ, մի հատ տեսեք ովքեր, հələ տեսեք ինչ դեմքեր են։ Հաղորդավար լինի, այնտեղ շոումեն լինի, չգիտեք։ Մենք ոչ մեկից տեղյակ չենք, չգիտեք ով ինչա եւ այլն մել։ Հիմա
Ուզում ասեմ ձևերի տունը քանդում ենք, էլի միշտ ձևերի տունը քանդում ենք։ Լինի դա Լոս Անջելես, լինի դա ստե։ Ոչ ոք չգիտի։ Ով հետ է ապրում, ով մեր էլի եմ ասում, չենք քննադատում, այդ մեր գործը չի։ Ով ինչու եմ հասուն մարդիկ են ուզում են թողնեն, բայց մինչև այդ հարցերը լուծելը, ասում եմ ախպեր ջան, Եվրոպայի կրթությունը մի հատ ընդօրինակեք։ Եվրոպայի նիստուկացը, նիստուկաց ասելով օրենքի նկատմամբ, հա, վերաբերմունքը, հարգանքը, թոշակը, ինչ որ հարկային բիզնես սարքելու բանը դուք գիտեք որ Երևանում էլի ասեմ կծիծաղակ ես 14 ժամ ջուր չենք ունեցել մենք այսինքն երբ որ մարդ շաբաթվա մեջ 2 օր ջրազրկվում է 2 օր հոսանքա զրկվում է հետո էլ գազաֆիկացվում է ինքը չի կարող էլ մտա վայ Եվրոպան պաղի չի կարա մտածի ինքը մտածում է ունիտազի մասին ինքը մտածում է որտեղ գնա լանչանի որ բնական կարիքները հոգա էսա էս երկիրը գրողը տանի լիֆտը պոկվավ ընկա Դու գիտեք այդ պատմությունը վերելակը հյուսիսային պողոտա սերից շուրթերս ճակում են ճակվում ընկանք ջարտուփշուր եղանք լավա երրորդ հարկից ընկանք ոչ թե 8 վերելակը աստված իմ պոկվեց վերելակը պոկվեց չարը խափանվավ ընկա մինչև հիմա ճակած հատակով վերելակով գնում գալիս ենք ու արդեն հումոր ենք անում իրար մեջ ասում ենք այսօր վերելակը չի ընկել դա այս երկիրն է Ես երկիրն է, գնացել ենք եսա Art Gallery վայ ամբողջ Թումանյանը, ամբողջ պրոսպեկտը, ամբողջ գալերին հոսանքազրկված այդ խեղմի լուսացույցերն է չի աշխատում լավ հիմա Անդրև Կարկուտ չի այդ խեղճ բարեկները սուրիչները շուրթների էսա Բարև ձեզ, հարգելի Ռաֆայել, ես էլ գիրքը պատվիրել եմ ձեր մակագրությամբ Նաիրա Կիրակոսյան։ Հարգելի Նաիրա, հաստատ ճանապարհին այսօր վաղը պիտի հասնի։ Մեծ խմբականակ, եթե չեմ սխալվում, ովքեր որ ընկերներ լոսից են, առաջի խմբականակը հաստատ գիտեմ մի քանի, եթե չեմ սխալվում, մոտ 180 հատ եկել է մեր ադմինիստրացիան պիտի զանգարի ARTN TV-ից եք վերցնելու, բաժանելու են, հիմա ուղղակի երևի այդ գործառույթն են անում։ Ես մեծ քանակությամբ մի քանի 100 հատ, այսինքն կտոր-կտորով ուղարկել եմ փաթեթավորված, ամեն մեկը մեր մի օր ցույց եմ տալու խմբագրությունում ինչ էր կատարվում։ Ամեն մի գիրքը մակագրությամբ հասցեով բանով խմբագրած դրած է արկղերում։ Հիմա երևի դա են անում, որը որ ARTN են թողնելու են այնտեղ, որը որ LA-ից դուրսա post են անելու ուղարկելու են, որովհետև կան ուրիշ նահանգներից եւ այլն, դա առանձին post-ով գալու է, բայց որը որ տարածաշրջանա, պիտի վերցնեք TV-ից ընկերներ, դրա համար հիմա այդ գործառույթներն է։ Ես ուղարկել եմ ինձ մոտ մեր խմբագրությունում մինչև 3-ի առաջի օրվա վերջին մի 5 օրվա բոլոր պատվերները գնացել են, մեզ մոտ պատվեր չկա։ Ես ուզում եք հաղորդման վերջում մա 8-ից է, էլի, արդեն մեզ մոտ երեկոյան 8-ից 3 է, ձեզ մոտ 9-ից 3 է առավոտյան։ Մեր հարգարժան գործընկերների ծանոթությունները որ լսենք, մի հատ տեսնեմ, եթե լրատվականում որևէ բան չկա, ես անունները վերջին ուղարկած, շատ չի, երևի 50 հատ անուն կկարդամ, որովհետև ամբողջ լիստերը ինձ մոտ ունեմ, էլի։ Մի հատ դուք էլ որ հանգիստ լինեք, որ ուղարկած է, չկա տենց բան, գիրքը չգա հասնի, տենց բան գոյություն չունի ուղղակի։ Բարի, հենց որ մի փոքր համբերություն եւ ամեն ինչ լավ կլինի։ Հրանուշ Գևորգյան ասում է, ես ապերոների մեջ ինչ արվեստ Հարգելի Հրանուշ, գիտեք ինչ, բայց գիտեք, քանի որ մենք կոնտրաստների քաղաք ենք, ես վստահ եմ, որ մեզ մոտ կան շատ լուրջ մտածող, շատ մեծ արվեստասեր մարդիկ, ամենայն անկեղծությամբ։ Իհարկե ես սարսափում եմ այն ինչ որ ցույց են տալի մեդիայով, հեռուստատեսությամբ։ Ես սարսափում եմ հումորային նախագծերից։ Ամեն անգամ, երբ որ մի հատ բանը աչքիս տակ ընկնում, ես զարմանում եմ։ Ինչի վրա են խմբում։ 3 մի բան աչքիս տակ ընկավ 10 ժամ մի հատ պերաշկի էր ինչ էր այդ պեչենի էր ուտում 10 ժամ էդի կերա որ խոշոր կադրով ցույց տան որ թե որ բրենդի որ ապրանքանիշի պեչենին է 10 ժամ կերավ վաֆլիներ էր այդ գրեհիկ
Քրեականները լավ է ստացվում, որտեղ գողապետություն է։ Նայում եմ իրոք քրեական ֆիլմերը ոնց են նկարում, մեքենաների ընտրությունը, դեմքերը, բանը, հասկանում եմ ինչի է դա։ Մենք գողապետություն ենք, դա ստացվում է մեզ մոտ, որտեղ ամեն երկրորդ մարդ իրանա տեսնում, իր անկերոջն է տեսնում։ Կոմեդին, մամեդին, էս բաները։ Բացի դա, կոմեդին շատ ավելի դժվար է գրել, քան քրեականը։ Որովհետև կոմեդիի համար ընդհանրապես բոլոր լինի դա Hollywood School-ը, լինի դա New York-ի Film Academy-ն, որտեղ ուզում եք սովորեք, որտեղ ուզում եք հարցրեք, chat GPT-ներին հարցրեք, երգիծական ցանկացած սցենար 1000 անգամ ավելի բարդ է գրել, որովհետև հումորի համար ինտելեկտ է պետք։ Հումորի համար ինտելեկտ, անինտելեկտ մարդը կարա ինչ ասենց ախպեր խաղա այդ իրանց այլանդակ բաների մեջ, բայց հումորի համար ինտելեկտ է պետք։ Ամեն մարդ չի։ Ընդհանրապես երբ որ նայում ես այն երկրները, այն քաղաքները, որոնք այսրության առումով քիչ թե շատ զարգացած են եղել, այդ քաղաքներում ավելի հումորը զարգացած է եղել, քան բաներում, գավառական շրջաններում, որովհետև հումորի համար կրթությունն է պետք։ Այդ ապացուցված բան է, դա իմ ինչ-որ տեսությունը չի, ասենք կայսրությունները վերցնենք, անգամ եթե մեր օրինակը վերցնենք, ինչու են ասում գյումրեցիք հումորով են։ Շատ པարզ բան է, որովհետև Գյումրին ամենազարգացած քաղաքն է եղել։ Թիֆլիսին ամենամոտիկն է եղել։ Թիֆլիսը որպես Կովկասի մայրաքաղաք, ամբողջ տարածաշրջանի մշակույթի կենտրոն, ամենամոտը մեր տարածաշրջանի զարգացվածության առումով Գյումրին է եղել, որպես քաղաք։ Դրա համար գյումրեցիք ավելի թե արվեստ է, թե որտեղից է դա ասում է մի արևի տակ, մի լուսնի տակ ծնվել մեծացել ենք։ Ինչի է Գյումրին հանկարծ այդքան արվեստագետ տվել։ Գոնե վերջին շրջանում որ նայում ես, բարձ բան։ Գենոֆոնդի առումով ավելի մոտ են եղել քաղաքակրթությանը։ Թող ինձ ներեն իհարկե բոլոր մնացած շրջանների բնակիչները, բայց դա պատմության փաստն է, հիմա այդ իմ գնահատականը չի դա։ Okay, բարեկամներ, ես բացարձակ որևէ տեղ չեմ շտապում։ Ես ձեր տրամադրության տակ եմ, այսօր շատ բաներ կզրուցենք, կհասկանանք, կխոսենք։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ մենք նոր գործընկեր ունենք եւ դա ֆանտաստիկ է, շատ ուրախ եմ եւ միշտ ասում եմ, հպարտ եմ, որ մարդիկ իրանց բիզնեսը վստահում են մեր հաղորդմանը, մեր ռադիոկայանին, Symmetric Care կազմակերպությունը միանում է մեր գործընկերությանը եւ բժիշկ Տիտիզյանը առաջարկում է իր մասնագիտական հմտությունները, մասնագիտական ուղղվածությունը, շան հարցակում, ինչ որ վթարներից հետո, ինչ որ ցավեր ունեք, խնդիրներ կան, ողնաշարի հետ կապված, մեջքի հետ կապված, եւ վթարի եք ենթարկվել թվում է թե դա բան չի եղել, հետո լավ կլինի, ընկերներ, այդ ցավերը հետո կարանի հայտ գան եւ շատ ավելի դժվար կլինի այդ ամեն ինչը վերահսկել, բուժել, ինչու սпасել, եթե կարելի է դիմել երկար տարիների փորձառությամբ Symmetric Care գտնվում են Glendale քաղաքում, գիտեմ որ նաեւ բուժման ամբողջ գործընթացը ներառում է նաեւ ֆիզիկական վարժություններ հատուկ, հա, բժշկի վերահսկողության ներքո, հղիների, երեխաների, պատայինների հետ աշխատանքի մեծ փորձ ունի դոկտոր Տիտիզյանը, իսկ մնացածը արդեն գովազդային ծանոթման ընթացքում կբացահայտեք։ Բարի, մեր լավ գործընկերոջի ասենք welcome, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք աշխատում, որից հետո կլինի գովազդային ծանոթություն մեր բոլոր գործընկերներին, կասենք thank you, վերադառնանք եւ տեսնենք թե ուր ենք հասել։ Բարի, 6 րոպե գովազդայի դադար, հետո գանք։ Եկա ընկերներ, եկա եւս մեկ անգամ ողջույն, բարի օր։ Մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են։ Գիտեք ինչն է, ես զարմանում եմ, որ ոմանք, ասենք գովազդի դադարների ընթացքում ռադիոլսողների մասն են խոսքը, որոշակի այսպես դժգոհություն են հայտնում։ Ընկերներ, ընդհանրապես ամենասիրելի ֆիլմը լինի, սերիալը լինի, հաղորդումը լինի, ցանկացած նախագիծ, երբ որ ընդհատվում է գովազդով, չեն սիրում մարդիկ։ Մեծ մասը ասում, «Վայ, էլի էս ռեկլամները բան»։ Okay։ Մենք ոնց գովազդը բա, այսինքն մենք ոնց ապրենք, մենք ոնց ռադիոն պահենք, մենք ոնց վճարումներ տանք, FM-ի գումարները տանք, հազարներով ու հազարներով ամեն ամիս, աշխատավարձերը եւ այլն։ Դրա համար երբ որ ինչ որ բաներ եք գրում, մեկնաբանություններում կամ ինձ եք ուղարկում, okay, մենք կարանք պայմանավորվենք ամեն, հիմա ասենք 7 րոպե է գովազդը, կարանք ամեն 5 րոպեն մեկ գնանք մի հատ գովազդի։
Բայց այդ զրույցը չի լինի տենց զրույց։ Մանավանդ մեզ մոտ ազատ շփում է, մենք իրար հետ զրուցում ենք, պատկերացեք ամեն երկու նախադասություն ասեմ, գնանք մի հատ գովաց լսենք։ Կուզեք։ Դրա համար մենք ոնց որ մեկ անգամ ենք ընդհատվում, մեկ երկու անգամ, ոչ ավել։ Բան ասած եմ, որ չենք զզվացնում, հնարավորինս պարզ եմ խոսում։ Բայց մեր գործընկերներն էլ մեծարում ենք, ասում ենք շնորհակալություն, որովհետև մեր գործընկերների շնորհիվ է դուք մեզ որ լսում եք։ Որովհետև գործընկերները չլինի, ես կգնամ Facebook-ում, YouTube-ը գնալու եմ YouTube-ում աշխատեմ, կուզեք։ Լավ է, չէ՞ որ մեքենայի մեջ FM-ի միացնում եք, լսում եք, բան, բա ես չեմ հասկանում ինչումն է դժգոհությունը։ Շնորհակալ լինենք այս մարդկանց, ովքեր մեր հետ են ու արդեն տևական 7-8 տարի ձեր առավոտները նաև մեր գործընկերների շնորհիվ է դառնում ամբողջական։ Հենց որ շնորհակալություն բոլորին։ Հիմա, ինչպես եւ խոստացել էի, քանի որ մեր հարգելի Բելգիայից է, ոնց որ ընկերը Արաքսի Կելեկչյանը ասում է Բրյուսելից, Բելգիայից ասում է գիրքը ստացել է եւ անհանգստություններ եղավ, ձեր թույլտվությամբ ես ասեմ, թե որ խմբականակն է եկել վերջի ուղարկածով, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն եւ որևէ այսպես խնդիրներ չլինի։ Մի րոպե, ես հիմա ասեմ արագի մեջ ու մի հատված ընթերցելու եմ։ Ուրեմն առաջիկա օրերին երևի այս շաբաթվա կեսերին, վաղը չէ մյուս օրը եւ մյուս օրը ուղարկելու եմ Բագրատ Մանուկյան, Անի Նավասարդյան, Լիդիա Նազարյան, Իրինա Աշրաֆյան, Կարեն Ղարլեսյան, Լևոն Ախասյան եւ Թոնիկ Նաջարյան, Հակոբ Իսահակյան, Արմինե Մելիքյան եւ Արտակ Կիրակոսյան։ Այս շաբաթվա մեջ։ Նախորդ այս ուրբաթ օրը ուղարկել եմ Նոյեմ Հարությունյան, Սոնա Գևորգյան, Սադիկ Անձնաուրյան, Սեթիկ Աչումյան, Մանե Խաչատուրյան, Սաթենիկ Վանյան, Կարեն Կարապետյան, Նարինե Սահակյան, Նարինե Մարգարյան, Մանիկ Կյուրքչյան, Ալիսա Բրունսուզյան, կներեք էլի ընկերներն ազգանուններ կա, որ ծանոթ չի բացարձակ, Վարուժան Վարդանյան, Դիանա Թաթևոսյան, Օդետտա Բաղդասարյան, Մարինե Արությունյան եւ Նազար Հովանջյան։ Այս ուրբաթորն եմ ուղարկել։ 5 շաբթի օրը ուղարկել են Քրիստինա Ապրեսյան, Սամվել Ղուկասյան, Վահե Ասատուրյան, Զաքար Գասպարյան, Վարդուհի Ալեքսանյան, Ասպրա Մազնաուր, Սարգիս Մինասյան, Տիգրան Ենոքյան, Արաքսի Կելեկչյան, Կարեն Կոծտեղյան, Վանիկ Ասատրյան, Լիլիթ Մալյան, Գևորգ Պետրոսյան։ 4 շաբթի օրը չենք ուղարկել, 3 շաբթի օրը չենք ուղարկել, նախորդ 2 շաբթի ուղարկել ենք Ալեքսանյան Հասմիկ, Ալբերտ Միխայելյան, Ժորժ Մելիքյան, Ազնիվ Զարadzյան, հա, ենթադրում եմ, Արմինե Վեյբեր, Ծովինար Մելքոնյան, Սաթենիկ Դեմիրճյան, Տոնիկ Նաջարյան եւ Մարինե Հակոբյան։ Կիրակի օրը չենք ուղարկել, շաբաթ օրը ուղարկել ենք Արամ Միրզախանյան, Գրիշա Սարգսյան, Մարինե Թաթևոսյան, Հերմինե Սարգսյան, Միրա Դեմիրճյան, Քեսիա Շիրինյան, Արմինե Էմի Ասլանյան, Նանուր Համբարյան, Մարինե Խակոյան, Արմինե Հովանիսյան եւ Սամվել Կամալմազյան։ Ուրբաթ օրը չենք ուղարկել, 5 շաբթի օրը չենք ուղարկել, նախա 4 շաբթի օրը ուղարկել ենք Սոֆի Մելիքյան, Վրեժ Փաշապուր, Աննա Հովանիսյան, Սարգիս Մարտիրոսյան, Քրիստինե Ունտերզայգեր, ույս ինչ ոսգոն են, Անգելա Ամբարջյան, Ռոզա Մխչյան, Ռոզալի Մամիկոնյան, Ռոզա Մախչյան, Վարդուհի Թոփալյան, Դիանա Հովակիմյան, Այդա Մարկոսյան, ՄեգիՈվսեփյան, Հասմիկ Հակոբյան, Օվսանա Պողոսյան, Գայանե Հովանիսյան, Գայանե Ղարիբյան եւ Կարինե Ներսիսյան։ 2 շաբթի օրը երկու շաբաթ առաջ ուղարկել ենք Նարա Կարձյան, Մարգարիտ Մկրչյան, Աշոտ Գալստյան, Բելլա Սմբատյան, Արմինե Տերզյան, Այդա Ավակիմովա, Նարինե Աբրահամյան, Լուսինե Կալաջյան, Լյուբա Դունամալյան,
Արևիկ Դանիելյան, Սիլվա Մինանյան, Վլադիմիր Մարկարյան, Գեղեցիկ Ուլիխանյան, Հովանես Քեշիշյան, Էլիս Կյուկչյան, Գոհար Մովսիսյան, Լուսինե Սատինյան, Աննա Կիսիլյովա, Աննա Բարտիկյան, Նաիրա Ասլանյան, Սյուզաննա Հակոբյան, Արաքսի Լազարյան եւ Անահիտ Գալստյան։ Եվ վերջին խմբականակը, որ այս ընթացքում ուղարկել ենք, այն առաջի 100-ը չեմ հաշվում, 100-ը չեմ կարդալու, եւ վերջինը ուղարկել ենք Խորեն Փոթիկյան, Մարինե Երիցյան, Սյուզաննա Հարությունյան, Գոհար Աբովյան, Վահե Տեր-Մարտիրոսյան, Նաիրա Ասատրյան, Ալբերտ Ստեփանյան, Սյուզաննա Գեգեյան, Ջակ Բժյան, Մադլեն Աբրահամյան, Էլիզաբետ Դեֆտերյան եւ Մարի Արաբյան ու Քրիստինա Չելեբյան։ Վերջ ընկերներ։ Սա այս վերջի երկու շաբաթվա ուղարկածներն են, Միացյալ Նահանգների մասին է խոսքը։ Մնացածը եթե հարցեր բան ստանալու եք, չանհանգստանաք։ Վերջ։ Ներող եղեք, շատ կարդացի։ Հիմա ինչ ունեմ օրակարգում, մի հատ լրահոսը տեսնեմ, եթե վերջին րոպեներին ինչ որ հրատաբան չի եղել, մենք այսպիսի ավանդույթ ունենք, ես միշտ ընթերցում եմ գրքից որոշակի հատվածներ ձեզ համար։ Տեսնեմ ինչ ունենք մեր բազմաչարչար լրահոսում։ Մայասանդուն։ 4 բոլորը Մայասանդու, Աստված իմ։ Սպիտակ արջերը գրավել են Բևեռային հետախուզական կայանը, լավ են արել։ Փարաքարում տեղի ունեցած հարցեր է բարձրաձայնում, որոնք ինձ էլ անհանգստացնում են, վարչապետն է խոսել, Փարաքարում փետրվարի իրադարձություններ են տեղի ունեցել, փետրվար ամսին զոհ է եղել, 14 մեղադրյալ կա, հիմա այդ գործով եւ դատավարություն է ընթանում։ Տեղի ունեցածը հարցեր է բարձրաձայնում, որոնք ինձ էլ են հետաքրքիր եւ անհանգստացնող։ Հարցին թե արդյոք հետևություններ արվել են դրանից, վարչապետը ասաց, տեսանելի է, պաշտոնակություններ կան, բայց մեղադրյալների մի մասը ընդհանրապես կալանքի տակ չի, մի մասն էլ տնային կալանքի տակ է, մի հոգի էլ որ կալանքի տակ է, մյուս կողմից էլ անընդհատ քննարկում են, թե մեր բանտերից ինչքան են ծանրաբեռնված, ասում է Փաշինյանը։ Ընկերներ, ինչ որ կատարվեց Փարաքարում, կարծիքով դա մեծագույն ողբերգություն է բոլոր իմաստներով։ Եվ եթե լիներ արդարադատություն, մենք ուրբաթ սրա մասին խոսք, բայց եթե լիներ արդարադատություն, այսօր առնվազն մի ընտանիքի հայր չէր զոհվի եւ մի ընտանիք չէր որբանա։ Ես մեղմ ասած չեմ հավատում, որ մեր երկրում արդարադատություն կա։ Այսօր Աճապահյանի դատն էր, ես էլի սրա մասին խոսել եմ, բացարձակ աչքիս լույսը չի, ես որևէ հոգեվորականի մանավանդ երկար տարիներ ասենց չեմ կարծում, որ այնտեղ սրբության որևէ նշույլ կա, բայց երբ որ տեսնում եմ մարդիկ տվել իրար սպանել են, սկի տնային կալանքի տակ չի, այդ մարդուն տարել եք, պահել եք բերդում, այս քանի ամիս է, այսօր էլ միջնորդություն ենք ներկայացել, 3 տարի պիտի տանենք նստեցնենք։ Ախպեր ջան, ովքեր տվել իրար սպանել են, դրանց բռնեք, նստեցրեք, որ մարդիկ վենդետա չգնան, իրար չտան սպանեն։ Այդ տերտերից հա օքեյ, ասելա հեղափոխություն պիտի ելնի։ Այդ որ մեկը չի ասում դա։ Այդ որ մեկը չի ասել։ Մի հատ տեսեք ինչեր են խոսում եթերում։ Դե գնացեք սաղին բռնեք, կարակ չեք կարա։ Բռնողին չեք բռնում խեշտերտերը, խաչերով զինված։ Մենակ դրա հետևից եք ընկնում։ Ձևերի տունը թարգ է կարա ներվերս չի երիքում, կլոունադա է էլի։ Ասելա հեղափոխություն պետք է բռնել տարել ենք։ Այն որ ասում են, ինչ որ ասում են, կարա գնացեք դրանց բռնեք, չեք կարա։ Այ Ստեղի դեպ ճիշտ բան է ասում Տիկին Սիրանուշը Ստեփանյանն, ասում է մի ընտանիք չէ, երկու ընտանիք։ Իհարկե։ Բայց իրար տվին սպանին, որովհետև արդար ասում էր, այնտեղ են ինտերվյուն կա, ասում է, աղբորը սպանին, արդարադատություն են պահանջում։ Արդարադատություն, չարդարադատություն, գնաց տվեց սպանեց, անմեղ մարդ, տվեց սպանել, ասում է դու իմ աղբորը խփել, ես քո աղբորը կխփեմ։ Մեն աղբորը իր համար ապրում էր 4 երեխա էր, էս ինչ բան է։ Արդարադատություն, երբ որ չկա, աշխարհի ամենադաժան բանը հետ է ապրել գաղափարով, որ քո հանդեպ եղել է անարդար բան։ Դա աշխարհի ամենաանարդար, ամենաահավոր զգացմունքն է։ Աշխարհներ են քանդվել այդ զգացմունքի հիման վրա։ Վրեժի ծառավ այդ ամենաահավոր բանն է։
Համաշխարհային պատերազմներ են սկսել Վրեժից։ Առաջին համաշխարհայինը Վրեժից չսկսվեց, Ֆրանց Ֆերդինանդին Սարայևոյում տվին գնդակը հարեցին, թագաժառանգին։ Վայ, մեր թագաժառանգը, մեր բանը համաշխարհային պատերազմ եղավ։ Հիտլերը համաշխարհայինը չսկսեց Վրեժից առավից։ Դուք էիք ինձ նսերմացնում, դուք էիք Գերմանիան կարծում սենց է, դուք էիք ինձ ծեծում, դուք էիք հрьяաներ ինձ խոշտանգում, մոստի տակ էր քնում նկարիչ, որ չէր ընդունվե Գեղարվեստի ակադեմիա։ Դուք եք իմ հացը ձեռս ստանում, տարա վառեց։ Էդա Վրեժը ահավոր բան է։ Աշխարհներ են կործանվել։ Բա դուք մի բուր երկիր մի հատ փարակար, տեսել եք այդ մի բուր տեղ է։ Բա դու աղբերները տան իրար սպանեն, բան չլինի, արդարադատություն չլինի, պարզ չի որ գնալու են իրար հետևից։ Աստված մի արասե, բայց էսի շարունակվելու է։ Հեսա ու գնաց, էսի մեծ պատմություն է դառնալու։ Ես մի քանի ամիս առաջ կհիշեն Նոր Հայաստանի եթերում այն վրացիների պատմությունը պատմեցին, որ գնացել էին Ծնկաչոկ, որ գնաց, հիշում եք այդ կադրերը, Ծնկաչոկ գնացել էին սպանվածի տուն, որովհետև գիտեն, որ Վրեժա լինելու, հայրերը, մեծ հայրերը, պապուս տարիքի մարդիկ Ծնկաչոկ գնացին այդ մարդկանց տունում սպանել են, նրանք դուս եկան գրկախառնվեցին, վենդետա չի լինելու, բաստե ախպեր մենք ռենջերով, մեզիով կարաբանացի, տեսակ, այսա, այս իրականությունը մեր, ու անմեղ մարդիկ նահատակվում են, վերջ, գողապետություն ասա, ես որ ասում եմ, երկիր չկա, մի ասա տենց մեր երկիրը, մեր երկիրը ինչ ազնիվ արդար կարաս աշխատես, շնի գելի բաժին ես դառնալու, մի հատ մեկը մի բան տան սպանեն, էս չի, գիրքս եմ կարդում, ներվեր չունեմ, Եղիցի լույս, ես ինչ ես գրե այ Ռաֆայել ուրա ակնոցները բերստեմ, Եղիցի լույս ասաց նա և վառեց սենյակի լույսերը, վառեց ու սկսեց մի պատմություն, որը մեր բոլորի մասին է, մեր երեկվա, մեր այսօրվա, մեր վաղվա մասին է անգամ, չեղացի մասին էլ է, մոտենալով հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններին, նա հայացքը ուղեց դեպի գիշերային քաղաքը, որը աստղազարդ երկինք էր հիշեցնում, երկնակերերի ճառագայթները ճեղքում էին խավարը, հազարավոր լույսեր, հազար երազանքներ, Աստված իմ, տեսնես դրանցից քանիսն են իրականացել։ Հեռվից լսվում էր շտապօգնության մեքենայի ձայնը, իսկ նրա կարմիր ու կապույտ պտտվող լույսերը արտացոլվում էին կառույցների հայելապատ պատուհանների վրա, իսկ ուղղաթիռները գրողը տանի, ուր են նրանք անվերջ սլանում, միթե այս քաղաքը երբեք չի քնում։ Ինչն է գրավել հայերին, որպեսզի գան ու հանգրվանեն այստեղ, հրեշ տակների քաղաքում, այստեղ, իսկ գուցե առաջին քրիստոնյա ազգը ուզում է ավելի մոտ լինել հրեշ տակներին։ Իսկ դուք տեսել եք այս քաղաքի հրեշ տակներին։ Ոչ, խոստովանում եմ, որ ես հասցրել եմ նույնիսկ նրանցից մի քանիսի հետ շփվել։ Կործանված մարդիկ են։ Հաճախ տեսնում եմ նրանց սրճարանների մոտ, գազալցակայանների մուտքի մոտ, որպես կանոն մի բաժակ սուրճ են մուրում, իսկ երբ հյուրասիրում ես ոչ թե մեծ չափաբաժին, այլ փոքր բաժին, ակնհայտ արժանանում ես նրանց դժգոհությանը։ Դե ինչ արած, այս քաղաքի հրեշտակներն էլ այսպիսինն են։ Իդեպ, չվիրավորվեք հանկարծ, որ քաղաքի անօթևաններին հրեշտակներ եմ անվանում, ոչ, պարզապես նրանք այս քաղաքի խորհրդանիշն են, Լոս Անջելեսը առանց իրենց բոլորովին այլ կլիներ, իսկ ովքեր են հրեշտակները, եթե ոչ դրախտի խորհրդանիշներ, իսկ եթե Լոս Անջելեսը հրեշտակների քաղաք է, Լոս Անջելես, ուստի զարմանալի է, որ նրանցից մեկի անունը հենց հրեշտակ էր, Angel անգլերենով, ում գրեթե ամեն օր 3 ամիս շարունակ, նորից եմ ասում, ամեն օր 3 ամիս շարունակ, այդ ասեմ որտեղ ժողովուրդ մի հատ տեքստից դուրս, Սան Ֆերնանդո եւ այն Սան Ֆերնանդոյի 7-Eleven-ը որ բանի վրա է, Վեստերնա թե Սոնորա, Սան Ֆերնանդո Սոնորայի անկյունի 7-Eleven-ից ամեն 3 ամիս շարունակ, ամեն օր նրան կոֆե է արդում տալիս։ Որ ասում է, նրանցից մեկը, ուրեմն,
Լոս Անջելեսի մի րոպե տեղը կորցրեցի։ Ում գրեթե ամեն օր 3 ամիս շարունակ առավոտյան սուրճ էի հյուրասիրում, մինչև այն պահը, երբ սկսեց ընկերուհիներին էլ բերել, ակնկալելով, որ նրանք եւս կարժանանան հյուրասիրության։ Հարգելի Angel, ես հասկանում եմ, որ Լոս Անջելեսի այս հովիտը կոչվում է Սան Ռաֆայել, բայց ես հաստատ Սան Ռաֆայելը չեմ, Ազիզ ջան, վերջացավ, մերժեցի։ Չգիտեմ ճակատագիրը ինձ քանի տարի է հատկացրել այս երկրում, այս քաղաքում ապրելու համար, բայց միևնույնն է ես չեմ հասկանում, թե ինչպես, պարզապես ինչպես հնարավոր է լինել անօթևան ու մուրացկան այս երկրում, այս քաղաքում։ Միթե սա երազանքների իրականացման հասցեն չէ։ Հնարավոր է արդյոք, ինչ իմանամ, չգիտեմ, բայց այդ ամենը գուցե դժբախտ պատահարների արդյունք է, փորձությունների արդյունք է, թմրանյութերի, անհաջող կապերի, խաղամոլության, փորձանքների հետևանք, ով իմանա, ուրիշի ճակատագիրը մենք չգիտենք, սակայն մյուս կողմից պատկերացրեք, եթե հանկարծ բոլորի երազանքները իրականանային, աշխարհը կկործանվեր պարզապես։ Կարծում եմ վաղուց արդեն գաղտնիք չէ, թե որքան մեծ թվով հայեր, ինչպիսի ճանապարհներով գալիս հասնում են այստեղ այս հրեշտակների քաղաք, ինչպիսի անասելի զրկանքների, փորձանքների, ինչերի միջով ասես որ չեն անցնում եւ իփարս մեր գեղեցիկ ազնիվ ժողովրդի հաջողում են։ Իհարկե ոչ բոլորը, բայց որպես կանոն այո, հաջողում են։ Զարմանալի ժողովուրդ է իմ ժողովուրդը։ Երբեք չկարողացավ հաջողության հասնել սեփական հողում։ Կայսրություններում այո, լծի տակ այո, ծեծով ջարդով այո, բռնապետության շրջանում այո, բայց սեփական իշխանության օրոք, սեփական տնօրինման պարագայում երբեք նուն կա։ Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի, Թավրիզի հայերը, որ մեկն ասեմ, էլ որ մեկը։ Մեկը մյուսից ուժեղ, հզոր, կայացած, բայց ուր են հիմա նրանք։ Ցավոք, այս իրականությունը սա է։ Այդ ամենի համար երկիրը սիրել է պետք, երկրին հասնելու զորավիք լինել է պետք, թե չէ գնում ենք շենացնում ենք ուրիշների քաղաքները, ու հետո ասում ենք թե մեզ սիրում են, բա ինչ են ամ սիրում են, այդտեղ կտան, բա ինչ կանեն, եկել ես շենացնելու, կառուցում ես, բա եթե քանդելու գայր կսիրեին, իհարկե ոչ, հասկանում եմ, սիրելն էլ շատ հարաբերական զգացմունք է, ունի այնպիսի հարաբերական ձևեր, որ ասելու չի, կենացով բոլորս էլ սիրում ենք մեր երկիրը, Աստված իմ, ես 1000 հատ համերգ եմ վարում, ես գիտեմ, մենք բոլորս սիրում ենք մեր երկիրը, կենացով, աշխատանքի բերումով հարյուրավոր միջոցառումների եմ ներկա եղել, որտեղ հոտնկայից խմում են հայրենիքի կենացը, իդեպ այս տեքստից շեղվեմ ժողովուրդ մի հատ, այս մի երկու օր առաջ էլ YouTube-ում տեսանյութ էին գցել Գլենդելում, ինչ որ մի հատ առիթ էր, Արցախի մասին են խոսում, ապշած եմ ուղակի, ինչքան մարդ կարա լինի դեմագոգ, անես բաներ ասեցին, շատ թվում է թե խելքի գլխին մարդիկ էլի, անես բաներ ասեցին, Աստված ասում մեզ մարդիկ իրականության հետ вообще կապ ունեն, որ պետական բան համայնքի հռովարտակ արձակեցին Արցախի կյանքի մասին, ապագայի մասին, բան Աստված իմ ասում եմ, այսինց են քանդը եկել, բայց օքեյ, Աստված իրանց հետ։ Իմ ունեցած տեղեկություններով մոտ օրերս էլի գալու են ձեր դուռը, ժողովուրդ ջան, իմ հարգելի Լոս Անջելեսի եղբայրներ եւ քույրեր։ Իմ ունեցած տեղեկություններով շուտով հիմա օր չասեմ դրամահավաք են անելու, մեր շենացնենք մեր երկիրը, շենացնենք բանը, սենց արցախցիներին էս անենք, այն անենք։ Ես չեմ ասում մի մասնակցեք, բայց իմ ասածը հետեւյալն է. փող եք տալու։ Դուք անձամբ դիմեք մեր Արցախի փախստական վիճակում տեղահանված մեր եղբայրներին, անձամբ զանգեք, օգնեք։ Չտակ ֆոնդերի, ժողովուրդ ջան, հերիքա, չտակ, էլի ուտելու են, էլի թռնելու են, էլի բերելու են, իրանց համար են ծառայեցնելու։ Ուզում եք օգնեք մի 5 հատ ընկերով։ Մոտեցեք, մարդա, ինչքան որ տալիս եք։ Մի 5-10 ընկեր հավաքվեք, զանգեք բանին, այդ 1000 հատ ինֆորմացիան կա։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, ուզում ենք մենք ձեզ օգնենք, էսի մի, չգիտեմ, գյուղում մի հատ տուն կարա կառնեք, էս մի $20,000 ձեզ կամ ինչ որ մի բան, $100, $100 ձեզ։ Անձամբ օգնեք, ժողովուրդ, էլի տանելու են։ Մանավանդ ես ես վերջերս մի հատ ընթրիքի էի, էլ այդ կուտը չուտեք, ֆոնդեր, մոնդեր, սաղ ստից բաները։
Աշխատանքի բերումով հարյուրավոր միջոցառումներ եմ ներկա եղել, որտեղ հոտնկայս խմում են հայրենիքի կենացը։ Էլ չասեմ, թե ինչ ծափեր են ուղարկում օվկիանոսից այն կողմ, կարճ ասած տելեպաթիկ սեանս է ու եթեր չի։ Դե հա, չեղածից լավ է, բան չունեմ ասելու, գուցե դա մխիթարանք է, ես չեմ դատում, ես ընդհանրապես չեմ դատում։ Հայաստանը դա անբացատրելի սիրո երկիր է։ Հայաստանը մի վայր է, որտեղ միահուսվում են սերն ու ատելությունը, եւ հենց այդ դարավոր հանգույցի վրա էլ կառուցվում է ապագան։ Հայաստանը անհասկանալի հասկացողությունների, անսովոր սովորությունների, անկանոն կանոնների եւ կներեք, բայց քթածակի երկիր է, որտեղ մեքենայից թարթիչը մի ամբողջ նախադասություն կարող է նշանակել, շճակը, սիգնալը, մի ամբողջ փիլիսոփայություն, իսկ պաչիկով ձեռ սեղմումը արևելյան բարքերը տիրել են մեզ թազբեղ, մորուք, սև հագուստ, Հայաստան։ Այո, սա այն երկիրն է, որը կոչվում էր Հայասա, իսկ հետո չգիտեմ, բարեբախտաբար թե դժբախտաբար ավելացավ ստանը։ Մենք Հայասա ենք, որը դարձավ Հայաստան, իսկ մենք ազգովի ենք այդ օրը, մեր լեզվի մասին էլ չասեմ, հայերեն ենք խոսում, հայերեն չի, օրինակ, տելևիզորի պուլտը սպալնիում է, էսի հայերենա չեմ հասկանում, սա ինչ լեզու է, բա եղավ, ընդհանրապես այս մտորումներից շեղեց ինձ շոկոլադի բույրը, Օրհնվի Կոլումբոսը, որ բացահայտեց Ամերիկան, ու ոչ միայն այն պատճառով, որ սա մարդկությանը տված եւս մեկ շանս է, այլ որովհետեւ նոր աշխարհի բացահայտմամբ Եվրոպա եկավ նորին սրբություն, տեր ամենայն հայոց անուշեղեն շոկոլադը, ահա հենց այս կտորը, որը հիմա իմ ձեռքում է, այ մարդ, միթե կարելի է չսիրել այս այլանդակությանը, շոկոլադ, պատկերացնում եք, շոկոլադը, կարտոֆիլը, եգիպտացորենը, լոլիկը, ու էլի շատ մեզ համար այսօր շատ սովորական դարձած հասանելի մթերքներ, մեր սեղաններին է հայտնվել նոր աշխարհի բացահայտման արդյունքում։ Վահ, օրհնվես դու Քրիստոֆորիս ջան, սխրանք ես գործել այդ տղա։ Ընդհանրապես ես երբեք չեմ մոռանա վերջերս, որ ինչ որ մի խորհրդարական ասոցիացիայի նախագահ, իդեպ եթերում եմ պատմել այս պատմությունը, պատմում էր եթերում խոհարարական ասոցիացիայի նախագահ էր, թե ինչպես է հայկական ավանդական, հին ավանդական խաշլաման պատրաստվել անհիշելի ժամանակներից։ Եվ այդ ամենը ասում էր եթերում առանց ամաչելու։ Այդ դդմիկը պատմում էր, թե դեռ Տիգրան Մեծի ժամանակներում, եթերում էր պատմում, Տիգրան Մեծի ժամանակներում կարտոֆիլը, լոլիկը մսի հետ եփում էին ժամերով եւ ժամերով։ Այո, բարեկամներ, պատմում էր մեր նեխուր եղբայրը ու ամոթից չէր տապակվում, նույնիսկ չէր շոքե խաշվում, որովհետև ոնց ասեմ, փիփերթի հոգեբանություն ուներ, որովհետև քրչիկ էր, հոգով քրչ էր, արա այդ քրչ էր, որովհետև նա չգիտեր, նա այդպես էլ չի իմանա, որ լոլիկը, կարտոֆիլը չէին կարա Տիգրան Մեծի օրոք խաշեին, որովհետև այդ ամենը մեր կյանք է մտել 1492 թվականից հետո, երբ Քրիստոֆոր Կոլումբոսը բացահայտեց նոր աշխարհը, անդիմա դդմիկներ, այսպես են քանդե մեր երկիրը, այսպես հարգելի բարեկամներ, ահա, այսպիսի թերի մտավորականների օրոքել ձևավորվել է մեր ներկան հայրենասիրական կեղծ պաթոսը։ Իրականում Նիլ Արմստրոնգի եւ Կոլումբոսի կերպարները ինձ համար գոնե շատ հավասարազոր են։ Ես նույնիսկ արդեն մի ողջ կյանքի ընթաց մեկնաբանել եմ, հիմա չեմ ուզի կրկնվեմ, բայց երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մշտապես բաժանվեցի հայրենիքից։ Ասում եմ մշտապես, որովհետև այդպես էր կանխորոշված։ Հիասթափությունս այնքան մեծ էր, որ ես ապագա չէի տեսնում այստեղ, այլևս վերջ, միջավայր, որտեղ անհետացել էր պարկեշտությունը, վեհն ու առաքինին, արդարությունը վերածվել էր ծաղրանքի ընդհանրապես, բարությունը միամտության, իսկ ովքեր էին մեր կյանքի ճակերտավոր իդեալները, ովքեր էին նրանք, ում ձգտում էին նմանվել, ովքեր մեզ համար օրինակներ էին եւ ի վերջո ովքեր էին այդ մեծապատիվ մուրացկանները, գիտեք,
Չէ, որոշված էր, պիտի հեռանամ, թեկուս ձախողվեմ, ընկնեմ, հոգ չէ, քանի որ օտարության մեջ լինելը այդքան մտահոգիչ չէ, բայց 10 անգամ ավելի ծանր է, երբ տանդ մեջ ես ընկնում, ավելի ճիշտ ոչ թե ընկնում ես, այլ քեզ գցում են բառացիորեն։ Ապրիլյան մի առավոտ, երբ Ծիծեռնակաբերդի ստորոտում կուտակվում էին ծաղկավճարները, ես իմ վերջին պտույտն էի կատարում Վարդագույն քաղաքում։ Ծաղկած ծառերը երգում էին հրաժեշտի տաղերը, իսկ ես արփում էի նեկտարաբյուր զեփյուրից։ Սա իմ քաղաքն է։ Սա իմ քաղաքն է, ուր ես ոտք էի դրել 5 տարեկան հասակում ու սիրահարվել։ Այս քաղաքում էի թողնելու նաև նրան, այն մեկին, ով իր ներկայությամբ վճռեց հավերժությունը։ Հաշված ժամեր հետո պետք է մեկնեի, իսկ թե ուր էին ինձ տանում կյանքի արահետները, օտարության կրծքին փարվելով, ինչպիսի իրականության հետ պիտի ես առեսվեի, հայտնի չէր, բայց հայտնի էր մեկ ճշմարտություն, որ ամեն կատարածս գործառույթը վերջինն էր։ Վերջին անգամ անցա Կիևյան կամրջով, վերջին անգամ նստեցի նստարանին, որի վրա նստած երկուսով փորձում էինք հասկանալ կյանքը պարզ, եւ գիտես, թե ինչ կասեմ քեզ իմ հարգելի ընթերցող, հրաժեշտը դա օշնված անեծք է, բայց ամեն բան այլ է տանը։ Իսկ թե ինչ ասա չեմ կարդա ընկերներ, նո, չեմ կարդալու։ Այսքանը, բարեկամներ, մեր մոտ ավանդույթ է ձևավորվել, ամեն անգամ հաղորդման վերջում մի քանի էջ կարդում եմ, բայց եթե ձեզ հետաքրքիր է, մնացել է մի քանի տասնյակ օրինակ, 40-50, ոչ ավել, Rafael.online կայքում կարող եք ամրագրել վերջին գրքերը։ Այսքանը։ Շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար, ընկերներ, լավ եղեք, շփտացեք, վայելեք կյանքը։ Շնորհակալ եմ մեր գործընկերներից, որ ինձ հետ են, իմ կողքին են, մեր կողքին են եւ առանց նրանց հնարավոր չի լինի ուղղակի։ Այս ամենը դրա համար ասեմ եւս մեկ անգամ հատիկ շնորհակալություն բոլորին, գլխավոր գործընկերոջը, գլխավոր հովանավորին, Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market։ Տևական ժամանակ մեր կողքին, ընտանեկան բիզնես լավագույն ավանդույթներով, եթե ծովամթերք եւ մսամթերք, ապա միմիայն մեկ անուն Sevan 1037 East Broadway 1315 East Colorado Street։ Երախտապարտ եմ ուղղակի ամեն ձև աջակցության համար, ինչ ասեմ։ Level ռեստորան եւ lounge-ը Glendale-ում եւս մեր վստահելի գործընկերն է, մեզ հետ, մեր կողքին, մեր հաղորդման կողքին, դուք էլ այցելեք, լավ ժամանցը ապահոված է, բաց տարածք է, patio, ամեն ինչը բարձր մակարդակի մեջ, այցելեք, աշխատում են մինչեւ ուշ գիշեր։ Vivaldi Venues and Catering ծառայությունը եւս մեր հրաշալի գործընկերն է, հյուրեր ունեք, խնջույք է, առիթ է, միջոցառում է, հավաք է, կամ պարզապես ընկերներով հավաքվել եք եւ լավ ժամանց եք ունենում, համեղ պահերը վստահեք առաջատար ընկերությանը։ Vivaldi Catering ծառայություն, հիշեք հեռախոսահամարը 707 771 7771։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով եւս մեր հաղորդման կողքին է, ունեք մեքենա, լիսարած մեքենա խնդիրներ է տալիս, չորբան չի աշխատում, հոգնել եք մի խոսքով dealership գնալուց, վստահ եղեք, որ ձեր իրավունքները կպաշտպանի Lemon Law Boulevard իրավաբանական թիմը, կստանանք full refund, down payment-ը ետ կբերենք, ձեզ մնում է միայն զանգահարել 818 319 3194։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մեր հաղորդման վստահելի գործընկերը նաև LA Smart Blinds-ը, իմ լավ ավակ ընկերը Արգաժան Կարենով եւս այս հեղինակային երեկոյի հարցերում շատ է իմ կողքին եղել եւ դա գնահատելի է եւ հիմա էլ մեր հաղորդման գործընկերն է։ Ընկերներ, Pergola patio-ներ, վարակույրներ, զիբրաներ, patio-ի blind-ներ, vertical blinds, այդ ամենի լավագույն հասցեն ամենահարմար գներով LA Smart Blinds-ն է ապահովում 1808 Victory Boulevard հասցեում։ Իդեպ Pergola patio-ները, որ այդքան պահանջարկ ունի, որևէ permit license, որևէ բան պետք չէ, պարզապես զանգարեք LA Smart Blinds 818 281 8136 եւ մնացած հարցերը կլուծվի տեղում ամենահարմար գներով։ Մեր լավ գործընկերն է նաև Little Paris Boutique-ը, 44 տարի կատակ բան չէ, 44 տարի հայ համայնքի լավագույն առևտրի կենտրոնը 13521 Sherman Way հասցեում 30% զեղչ ողջ տեսականու համար Hugo Boss-ի պաշտոնական ներկայացուցիչներն են համարվում։ Little Paris այցելեք գնումների
Մեր լավ գործընկերն է Ժաննա Գրիգորյանը, ով իրավական հարցերի իրոք գիտակ է, հիվանդության թոշակ, կենսաթոշակ, խնամակալություն, IDD տարբեր նպաստներ, ԱՄՆ քաղաքացիության հետ կապված գործառույթներ կամ citizenship-ի հետ քննությունից ազատվելու հիվանդության ցուցումով գործողությունները, քաղաքական ապաստարան, աշխատանքի իրավունք, մի խոսքով ունեք հարցեր, անկախ ձեր կարգավիճակից, անկախ ձեր վիճակից Միացյալ Նահանգներում, Ժաննա Գրիգորյանը գիտի թե ինչ ծրագրեր կան, որից կարող եք օգտվել, ձեզ մնում է միայն զանգել 818 287 13 69։ Էքսկլյուզիվ մեր գործընկերը Դոկտոր Ուիլյամ Քոստիգանը, նախորդ ուրբաթ օրը կարծեմ ասի նոր գովազդ ենք պատրաստում հարգարժան դոկտորի համար, ով հատուկ մեր ռադիոլսողների համար Armenian Line հայկական գիծ է բացել 818 806 69 66, ունեք խնդիրներ, գանված եք անկողնում կամ անված սայլակին, թվում է թե թակել եք բոլոր դռները եւ չեք կարողանում ոտքի կանգնել կամ ցավերից ձերբազատվել, Միացյալ Նահանգների 200 լավագույն բժիշկներից մեկը 20 տարի անմեջ լավագույն օրթոպեդ վիրաբույժ համարվող Ուիլյամ Քոստիգանը ձեզ կօգնի։ Զանգեք 818 806 69 66։ Մեր գործընկերն է նաև Jazz Garden ռեստորանը, բացօթյա ռեստորանը Թահանգա քաղաքում 6500 Foothill Boulevard հասցեում է գործում։ Jazz Garden 36 տարվա փորձառությամբ ղեկավարությունը հոգացել է ամեն մանրուքի մասին, որ ամեն ինչ high level լինի։ Զանգեք 323 922 222 եւ Jazz Garden-ում իդեպ դե միջոցառում կազմակերպեք Jazz Garden-ում, ես գալու եմ։ Իմ լավ ավակ ընկերներն են, մենք համագործակցում ենք։ Ես նաև ասեմ, որ նոյեմբերին գալու եմ Միացյալ Նահանգներ, եթե առիթ է ինչ որ միջոցառում է ծնունդ է Հոբելյանը, եթե ցանկանան ես անցկացնեմ, մեծ սիրով կմասնակցեմ, ես նոյեմբերին լինելու եմ Լոս Անջելեսում։ SVH Travel-ը կազմակերպում է 5-օրյա ֆանտաստիկ ուղևորություն Thanksgiving-ի շրջանակներում Royal Caribbean նավով, ընտիր cruise, մասնակցեք, սիրված արտիստներն են լինելու, Սարոն, Էրիկը Կարապետյան, Մաշան Մնջոյան, Արմենը Հակոբը, DJ Ալեքսը, էլի շատ ու շատ անակնկալներ, սիրված արտիստներ, լավ միջոցառումը ապահոված է SVH-ի, 1000 տարի աշխատում եմ, էլ մեքսիկաներ են գնացել, Riviera Maya, այնտեղ Cancun, Ensenada գնացինք անցյալ ամիս, հեղինական երեկո եմ ունեցել իրանց հետ, ֆանտաստիկ մի խոսքով, ամեն ինչը բարձր մակարդակի մեջ, 818 543 1821 դիմեք։ Մեր լավ գործընկերն է Claims Assist կազմակերպությունը, շատ լուրջ կազմակերպություն, որը ձեզ կօգնի ձեր իրավունքների պաշտպանության հարցում, օրինակ ձեր տունը, ձեր բնակարանը կամ կոմերցիոն տարածքը վնասվել է ծխից, մոխրից, փոշուց, անձրևից, ջրից ու արևից կամ գողությունից գուցե, մի խոսքով, եթե ձեր անձնական տարածքը, տունը, կոմերցիոն տարածքը վնասվել է ցանկացած ձևով, ապա դուք իրավունք ունեք դիմելու Claims Assist կազմակերպությանը, ով ձեր փոխարեն ինշուրանսների հետ համառ պայքարի մեջ կմտնի եւ ձեր իրավունքների պաշտպանության եւ մաքսիմալ փոխհատուցման համար կպայքարի։ Claims Assist, շնորհակալություն, որ մեզ հետ եք, ֆիքսեք այս համարը եւ ունեցեք ձեր հեռախոսի մեջ 818 538 35 78 Claims Assist, շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ ինչպես ասացի, մեր նոր գործընկերը Symmetric Care հաստատությունը Դոկտոր Տիտիզյանի գլխավորությամբ պարանոցի ցավեր, մեջքի ցավեր, խնդիրներ, վթարից հետո, շան հարձակումից հետո, ընկել եք, սայթակել եք, խոսքով, ունեք խնդիրներ, դիմեք Symmetric Care 747 777 2255 մնացած հարցերը արդեն տեղում։ Վերջ, շատ խոսեցի բարեկամներ, այսօր շատ ծանր օր էր, երկուշաբթին իրոք ծանր էր, մի քանի ժամ էլ Նոր Հայաստան TV-ում եմ խոսել, էլ չեմ ասում այսօր մի քանի գործնական հանդիպումներ կային, ես ձեզ ասեմ ցտեսություն, մնացեք Ar Music Radio-ի հետ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ թողարկմանը, լավ եղեք։